Ամերիկյան կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի 3 միջուկային օբյեկտի՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ սա պատմական օր է և հիմա խաղաղության ժամանակն է։ Իսրայելը երկրում արտակարգ դրության բարձրագույն աստիճան է հայտարարել։ ԱՄՆ-ի հրթիռային հարվածներից հետո Իրանն ավելի մեծ ինտենսիվությամբ է ռմբակոծում իսրայելական տարածքները։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակումը իրանական միջուկային օբյեկտների վրա վկայում է իսրայելական հարձակման պլանավորմանը նրանց մասնակցության մասին։ Թեհրանը մտահոգություն է հայտնել միջազգային հանրության լռության կապակցությամբ և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչներին խորհրդի արտահերտ նիստ է պահանջել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրենց պատասխանն ավելի ջախջախիչ է լինելու, քան Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պատկերացնել։ Միևնույն ժամանակ Իրանը հրաժարվել է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։